Ստանձնելով Արցախի հանրապետության նախագահի պաշտոնը երդվում եմ։ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին վերջին 15 օրվա ընթացքում 4 անգամ հարցաքննության են կանչել։ Այսօր էլ մի քանի ժամ նա քննչականում էր 2023-ի ադրբեջանական հարձակման ժամանակ պաշտոնական անփութության ու զենք զինամթերքը հակառակորդին հանձնելու գործով։ Լինելով գերզբաղ ու բազմազբաղ ինքը պարտադիր ամեն մի հարցաքննության արդեն այսօր եթե չեմ սխալվում 4-րդ կամ 5-րդ հարցաքննությունը երբ որ վերջինս ներկայանում է եւ ամեն անգամ 4-5 ժամ տևողությամբ հարցաքննվելուց ինքը չի խուսափում։ Վարույթը հարուցվել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա։ Եթե չեմ սխալվում լրատվամիջոցներում տեղեկություն, որ վարույթը նախաձեռնել է Սամվել Բաբայանի կողմից հրապարակավ կատարված հայտարարության եւ հետագայում ներկայացված հաղորդման հիման վրա։ Շահրամանյանն այս գործով վկայի կարգավիճակում է, լրագրողներին ասաց նրա փաստաբանը։ Ռոման Երիցյանը գործի բովանդակությունից մանրամասներ չհայտնեց, ինչ հարցեր ունեին քննիչները, փաստաբանը չհրապարակեց նախաքննության շահերից ելնելով։ Գործով վարույթն իրականացնող մարմինը, մասնավորապես քննիչը մեզ նախազգուշացրել է նախաքննության ընթացքում հայտնի դարձած ամեն մի տվյալ հրապարակելու անթույլատրելիության մասին։ Իսկ ինչու են Սամվել Շահրամանյանին իրավապահները հիշել քրեական գործից 2 տարի անց, փաստաբանն էլ է մտահոգված։ Իրավական տրամաբանությունը հուշում է այն, որ 2023 թվականին նման փաստի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում Արցախի հանրապետության նախագահը երևի թե պետք է լիներ առաջին անձանցից մեկը, որ այս վարույթի շրջանակներում պետք է հարցաքննվեր։ Գործը հարուցվել է Արցախի հայաթափումից օրեր անց 2023-ի հոկտեմբերի սկզբին։ Շահրամանյանին առաջին անգամ հարցաքննության են կանչել այս տարվա մայիսի կեսերին։ Ես կարծում եմ քննչական կոմիտեն պետք է այս մասով հանդես գա պաշտոնական հայտարարությամբ եւ պարզաբանի թե ինչու 2023 թվականի հոկտեմբեր ամսի նախաձեռնված վարույթի շրջանակներում Սամվել Շահրամանյանը հարցաքննվում է հենց հիմա։ Սամվել Բաբայանը Արցախը հայաթափվելուց օրեր անց իրավապահներին հորդորել էր քրեական գործ բացել Արցախի իշխանությունների դեմ Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար։ Նրան էլ են հարցաքննում։ Ինչ դիրքորոշում է հայտնել Ռոման Երիցյանն ասաց, գիտեն, պարզապես չեն կարող նախաքննական տվյալները հրապարակել ու ասել դրանց հետ համաձայն են թե ոչ։ Կրկին կաշկանդված լինելով նախաքննության գաղտնիքը չհրապարակելու դիրքորոշմամբ կամ տրված ստորագրությամբ ես կրկին չեմ կարող այդ տվյալները մեջ բերել։ Արդյոք Շահրամանյանին կոնկրետ այս գործով ինտենսիվ քննչական հրավիրելը կապ ունի սպասվող նախագահական ընտրությունների հետ, քաղաքական մոտիվներ տեսնում է։ Այս հարցաքննության ինտենսիվությունը կայանում է գործի բարդությամբ եւ գործի ծավալով։ Արցախի նախագահի լիազորություններն անցած ամիս ավարտվել են, պատգամավորները պատրաստվում են ընտրությունների։ Արցախցի պատգամավորների խոսքերից տպավորություն է, որ կարծես նրա տեխնացության շուրջ համաձայնություն կա։ Այս պահի դրությամբ դեռևս ընտրված նախագահ չկա, իմ տեղեկություններով ազգային ժողովը ընտրելու է, ազգային ժողովի պատգամավորները ընտրելու են նոր նախագահ, որի տվյալները շուտով կհրապարակվեն։ Վարչապետ Փաշինյանը կոնկրետ այս ընտրությունից դեռ չի խոսել, բայց Արցախի վտարանդի կառավարության մասին իր բացասական կարծիքը հայտնել է դեռ 1 տարի առաջ։ Եթե որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է։ Սա միակ վարույթը չէ, որով հարցաքննել են Սամվել Շահրամանյանին, մի քանի այլ վարույթով էլ են կանչել, մեկ քրեական գործով էլ, որը չի առնչվում ուղիղ նրան, նրա մեքենան են առգրավել։ 1 տարի առաջ Արցախի ներկայացուցչության դռները կոտրելով իրավապահները տարան Շահրամանյանին սպասարկող մեքենան, խուզարկելու ու քննչական գործողություններ կատարելու հիմնավորմամբ։ 1 տարի անց նրա մեքենան չէ վերադարձրել։ Շահրամանյանին ծառայողական մեքենայից զրկելը փաստաբանի կարծիքով քաղաքական հաշվեհարդար էր։ Ընդամենը Հայաստանի Հանրապետությունը իդեմս քննչական կոմիտեին նպատակ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահին զրկել իրեն սպասարկող ավտոմեքենայից։ Պաշտոնական անփութության ու զենք զինամթերքը հակառակորդին թողնելու քրեական գործով մեղադրյալներ չկան։ Ռոման Երիցյանը չի բացառում, որ հետագայում Շահրամանյանին մեղադրանք առաջադրեն։ Ասաց այդ պատճառով էլ նա հարցաքննության է ներկայանում փաստաբանի հետ։ Արցախի վերջին նախագահի հարցաքննությունը կշարունակվի հունիսի 6-ին։